Հարցս ուղղում եմ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Տիկին Անդրեասյանին։ Նախ Տիկին Անդրեասյան, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ 191 դպրոցի վերաբերյալ։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել եւ ասացիք, որ դրական տեղաշարժ կա եւ քանի որ մեր հայրենակիցները շատ են դիմում հետեւյալ դպրոցի հետ կապված, խնդրեմ դուք ներկայացնեք, թե ինչ մանրամասներ կան ծրագրի հետ կապված։ Հարցին կպատասխանի Ժաննա Անդրեասյանը, խնդրեմ Տիկին նախարար, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, նաև ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, որովհետև շատ հետևողական եք եւ նաև այցելել եք դպրոց պայմաններին ինքներդ ծանոթանալու եւ 191 դպրոցի պարագայում մենք ունեինք իրավիճակ, երբ որ դպրոցաշինության ծրագիրը դեռևս պիտի շարունակություն ունենա, որպեսզի դպրոցը ունենա այն միջավայրն ու պայմանները, որ մենք համարենք, որ դա համապատասխանում է մեր չափանիշներին ու ստանդարտներին, եւ քանի որ դպրոցը ընդգրկված է 300 դպրոցների ցանկում, առաջիկայում այդ ցանկն էլ թարմացվելու է եւ մենք արդեն խոսել ենք քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ, որպեսզի իրենք ընթացիկ նաեւ մասնագիտական դիտարկումներ անեն, հասկանան աշխատանքների ծավալը եւ կարողանանք դպրոցի վերանորոգումը ամբողջացնել եւ բերել տրամաբանական ավարտի, շտկելով բոլոր այն խնդիրները, որոնք կան, այնպես որ կարող ենք մեր քաղաքացիներին փոխանցել, որ 191 դպրոցում մենք բնականաբար կապահովենք բոլոր պայմանները, ինչ որ բոլոր նորակառույց եւ վերանորոգված դպրոցներում ենք անում եւ առիթից օգտվելով կուզեմ նաեւ մի բան հստակեցնել, հիմա մեզ շատ դպրոցներից են դիմում, նշելով ոչ բավարար պայմանների մասին եւ իսկապես այդպես է, ինչպես մենք խոսում ենք, երբ որ սկսում ես ինչ որ մի հարց լուծել, ապա արդեն դրա ընթացքը առաջ է բերում ավելի ծավալվող խնդիրներ եւ դպրոցաշինության պարագայում 300 դպրոցների ծրագիրը ի հայտ բերեց եւ պարզեց մեզ համարել նաև դպրոցների շենքերի հետ կապված ահռելի աշխատանքը, որը պետք է շարունակել եւ մենք ներկայումս քննարկում ենք նաև հաջորդ փուլի դպրոցների ցանկը եւ քանի որ այս փուլում շատ են դիմում տարբեր դպրոցներից, ես պետք է նաև տեղեկացնեմ մեր քաղաքացիներին, որ բոլոր դպրոցներ մասնագիտական խմբերի այցեր են տեղի ունենում, որոնցով որ որոշվում է արդյոք նոր շենքերի անհրաժեշտություն կա, թե եղած շենքերում կարող է արվել վերանորոգում եւ առաջիկայում բոլոր այդ շենքերի մասով էլ կլինեն որոշումներ փուլային տրամաբանությամբ ու ես ուղղակի պետք է նաեւ տեղեկացնեմ, որ առաջիկայում կլինի նաեւ կառավարության որոշման, որով հաստատվում են դպրոցների ցանկերը վերանայում, թարմացում եւ մեր քաղաքացիներն էլ կարող են հետեւել դրան եւ դրանով մենք արդեն նաեւ կհստակեցնենք մեր հաջորդ փուլի անելիքները, բայց 191-ի պարագայում, քանի որ նաեւ նախընթաց խոսակցություններ եղել, արդեն այս պահին կարող ենք ասել, որ այդ դիտարկումները արված են եւ ակնհայտ է ինչ անելիք կա։ Շնորհակալություն։ Արձագանք։ Նախարար, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ եւ մեր կառավարության գործընկերներին կատարված մեծ աշխատանքի համար եւ կոչ անեմ մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց շրջաններում կան դպրոցներ կամ պարտեզներ դեռ չի հասել իրենց ծրագրերը, բոլորս ենք տեսնում, ինչ ծավալներով աշխատանք է կատարվում դպրոցաշինության եւ այն վիճակը, որ 30 տարի ունեցել ենք, թե մանկապարտեզներ, թե դպրոցներ, ճիշտ է, երբեմն լինում է հարցեր ենք բարձրացնում, բայց բոլորս հասկանում ենք, որ 30 տարի բացի թողի այդ վիճակը միանգամից հնարավոր չի կարգավորել։ Շնորհակալություն, Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ես ուղղակի հստակեցման համար ասեմ, որ մենք արդեն ավելի քան 100 դպրոցներում աշխատանքները ավարտել ենք, ավելի քան 200-ում ընթանում են եւ դրանք ինչպես որ պլանավորված է այս տարվա ընթացքում կավարտվեն, երբեք մեր երկրում այս ծավալի դպրոցաշինություն չի եղել։
եւ առավել եւս չի եղել իրավիճակ, որ այսպիսի ուշադրություն դարձվի ոչ միայն ծավալին, այլև որակին։ Եվ ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում եւ այստեղ շատ մեծ թիմ է աշխատում տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի քաղաքաշինության կոմիտեի ամբողջ աշխատանքը իհարկե համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը եւ այս մեծ թիմով դիպրոցաշինության մի ստանդարտ է հաստատվում, որը վստահ եմ ինստիտուցիոնալ է դարձնելու նաեւ ոլորտում մեր աշխատանքը եւ այլևս այսպիսի իրավիճակի չի դնելու որևէ հետագա կառավարության։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։